լավագույն մեր մասնագետներից, այստեղ է Արմանը, ուղղակի իրեն բնորոշ ձևով խոնար լուր կանգնած է, եւ Արմանի միջոցով բացվեց հաջորդ դուռը, եւ մենք նախագծի արտիստները ղեկավարությամբ Գյոմ Թումանյանի սկսեցին գործակցել կրթահամալիրի հետ, եւ այդպես տարբեր արտիստներ հայտնվեցին կրթահամալիրում աշխատարաններով իրենց ստեղծագործական վարպետության պարապմունքներով ու եղավ հանդիպումը նաև Գևորգ Այվազյանի հետ, ով նախագծի մյուս կարևոր դերակատարներից է տարակչությամբ Այվազյան Edition-ով մենք Գյոմ Թումանյանի եւ այն արտիստները, որ այստեղ ունեն արդեն իրենց աշխատանքները դուք կարող եք տեսնել։ Այդ հանդիպումից ծնվեց այս նախագիծը միտքը, որ անվերջ իրեն հետաքրքիր էր ստանում ժամանակակից պոեզիան ինչ վիճակում է, ինչ է ապրում, ովքեր են գործող անձինք։ Միտքը մեզ արդեն տարավ խմբագրի մոտ, Հայկ Համբարձումյանի, մենք հայտնվեցինք նրա սենյակում ու արդեն սկսեցինք քննարկել, ընտրել պոետների, ովքեր որ արձագանքեցին, ովքեր որ գործեր ստեղծեցին հենց այս գրքի համար։ Այստեղ շատ սիրուն այդպես թել է գնում մենքից, որովհետև չենք մոռանում, որ 1855 թվականից սկսած Ֆրանսիայում գործում է հարյուրի չափ հրատարակչություններ եւ կարեւորում էին զուն, պոեզիան, հիշողությունը եւ կարծես սա մեր պլատֆորմն է, մեր այս առավոտն է, ես վստահ եմ, որ շարունակություն ու խորություն կունենա ու կապրի, կլսենք նաեւ շարունակության մասին։ Կարծում եմ ոչ մի բան չմոռացա, խոսքը փոխանցեմ